Տիկին Դալաքյան երևի սկսենք դրանից, թե ինչու է վերջին օրերին ընդդիմությունը հատկապես, այսպես ասած, ցեղասպանության թեման նորից դաշտ բերել ու պարբերաբար ասում է, որ իշխող ուժը պատրաստվում է ուրանալ ցեղասպանությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պատրաստ է անգամ ցեղասպանության մասին չհիշատակել եւ վերջին օրերին ազգային ժողովում այդ իմաստով թեժ է, երեք էլ ազգային ժողովում վիճաբանություն եղավ իշխող եւ ընդդիմադիր ուժերի միջեւ եւ կայսակնային արագությամբ լուր տարածվեց, որ բանն այն է, որ իրականում իրենք ցեղասպանությանը ժխտելու առումով օրինագիծ են բերել, ինչով ունից հանել է իշխող ուժին, սակայն հետագայում իշխող ուժը հերքեց այդ լուրերը, բայց այնուամենայնիվ լուրերը արդեն նաև ռուսական մեդիան այնտեղ գտել։ Նախ սա իհարկե երկակի ստանդարտներ են։ Եթե մենք հիշենք պարոն նախագահ Բայդենը, Ջո Բայդենը, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ուշադիր եղեք ռուսական ռոպագանդայի ռեակցիան։ Իրանք մեղադրում էին, որ ԱՄՆ-ն ինչու է հիմա ճանաչել, դա խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ռոբերտ Քոչարյանը մի ելույթ էր դվիրել դրան։ Եկեք իրենք երևի մոռանում են, բայց մենք հիշում ենք, որտեղ նշում էր, որ սա ընդհանրապես ոչ հարմար առիթ էր եւ գործիք է միջոց, այսինքն չողջունեց ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, որը տարիներ շարունակ ցանկանում էր իբրև թե Հայաստանի իշխանությունները։ Եկեք չմոռանանք, որ վերջերս մենք տեղեկացանք, որ եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը առաջնային չեն համարել այդ հարցը, այլ խոսել են հայ-թուրքական սահմանի բացման մասին, Քոչարյանն էր Մեջուբրայզայի հետ դրա մասին խոսել, Սերժ Սարգսյանի տեսակետը Ջո Բայդենի կողմից Վահագն Ալեքսանյանը կարծեմ վերջերս հենց երեք ներկայացրեց, այսինքն սա ուղղակի առիթ է այստեղ վայնասուն բարձրացնելու եւ իրականում ցեղասպանությունը իրենք են ժխտում ինչպես Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, որ դաշնակցությունը պետք է պատասխանի, արդյոք իրենք տեղյակ են եղել, որ Էնվեր Փաշան եղել է ռուսական ախրանկայի գործակալ։ Դրա մասին խոսել է Ստանիսլավ Տարասովը, որը Ռուսաստանում Արևելագիտության ինստիտուտ է ղեկավարում, որը հայտնի ակադեմիկոս է, Հայաստանում բազմաթիվ անգամ եղել է։ Հիմա կամ դաշնակցությունը դրա մաս է եղել եւ ըստ Տարասովի դաշնակցությունները եղել ախրանկայի գործակալ։ Կամ պիտի իրենք բացատրություն պահանջեն Ստանիսլավ Տարասովից եւ այրելու ժամանակ դրոշը ոչ միայն Թուրքիայի դրոշը այրեն, այլև Ռուսաստանի կամ ռուսական կայսրության, որը ցանկանում են։ Այսինքն իրենք նույնիսկ այս հարցում իրականությունը չեն ներկայացնում ժողովրդին, թե ինչ է եղել, թե ինչպես մեծ գաղթը կազմակերպեցին հայ ժողովրդի, ինչպես դրոն է ասում, թողեցին իրենց միայնակ ուրեմն Թուրքի դիմաց եւ իրենք հեռացան եւ տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածը։ Դրոն էլ դաշնակցությանը մոտ անձնավորություն է, չէ՞։ Այսինքն իրականում, երբ որ հարցադրումներ կատարվում, իրենք չեն կարող այդ հարցադրումներին պատասխանել։ Իսկ այն որ Ռուսաստանը միշտ էլ ուզում է այդ հարցերը ցավոտ Արցախի հարցը ցեղասպանության խաղարկել հայ-թուրքական հարաբերությունների միշտ տեղ ունենալու համար, դա արդեն կներեք ամենապրիմիտիվ վերլուծաբանին էլ հայտնի է, այստեղ որևէ նորություն չկա։ Ռուսաստանը խաղարկում է, դա պարզ է, իսկ օրվա ընդդիմությունը, երբ որ ամենօրյա ռեժիմով իշխանությանը մեղադրում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իմաստով ու նաև վերջին շրջանում մեղադրում է, որ Ադրբեջանի հետ պատրաստվում են գնալ խաղաղության, ընդդիմությունը ինչի չի ուզում Ադրբեջանի հետ խաղաղություն եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ։ Տեսեք, ես ինքս եմ քննադատում այդ հարցը, որ իշխանությունները չպիտի անդադ խոսեն մի բանից, որը չկա։ Եկեք ճիշտ ասենք եւ անդադ առաջարկներ ներկայացնեն մեկին, որը դրանով չի էլ հետաքրքրված, այսինքն Ալիևին, այսինքն մենք մեր օրակարգը պիտի շարունակենք, բանակը հզորացնենք տնտեսությունը եւ անընդհատ չխոսենք խաղաղությունից, որովհետեւ դա խոցելիության նշան է, անդադ եթե դու ասում ես եկեք լավ էս կետին եմ համաձայն, դա սխալ եմ համարում, բայց այստեղ ընդդիմությունը ձեր ասած տիտուլային, այսպես կոչված, ես նոր նշեցի դաշնակցությունը, որի անդամ է կարծեմ ձեր նշած պատգամավորը, ինքը քանի որ դեր ունի ցեղասպանության մեջ Այսինքն դերը այն է, որ իմացել են, թե ոչ, եթե չեն իմացել, կոմպետենտ չեն, այսինքն չեն իմացել, որ երիտի թուրքերի հետ, որոնց իդե պաշտպանում էին, գնում էին համաձայնության, չգիտեին, որ նրանք ախրանկայի գործակալ են եւ ինչ են պատրաստվում անել։ Կամ եթե չեն իմացել, պիտի ներողություն խնդրեն եւ Ռուսաստանին էլ մեղադրեն, կրկնում եմ, կամ եթե իմացել են, ուրեմն դա դավաճանական կուսակցություն է, այսինքն նախ այդ անձնավորությունները իրենց մեղքի մասին պիտի խոսեն, իսկ այն որ հայ-թուրքական հարաբերությունները պիտի կարգավորեն, նորից եմ կրկնում, դա եւ Սերժ Սարգսյանն է այդպես մտածել, ֆուտբոլային դիվանագիտություն, իդեպ դա չի համարել խոչընդոտ ցեղասպանության հարցի քննարկումը, նույնիսկ համաձայն էր հանձնաժողովի ստեղծմանը, որը կքննարկեր
ցեղասպանության դեպքերը եւ դրանով հարցականի տակ դրեց։ Հիշում եք, դաշնակցություններ դուրս եկավ կոալիցիայից։ Այսինքն նախ Սերժ Սարգսյանը թող պատասխանի, Քոչարյանը թող պատասխանի, արդյոք Wikileaks-ի հրապարակումները ճիշտ են թե ոչ, որ ինչ է ասել ինքը Մեթյու Բրայզային օրինակոծի հետ կապված ԱՄՆ Սենատում, եւ այն, որ պիտի հարաբերությունները կարգավորեն, Ռուսաստանն էլ է միշտ ասում, որ Հայաստանն եւ Թուրքիան պիտի կարգավորեն։ Ռուսաստանը պետք է վատ իրավիճակում դնել, ցույց տալ, որ երկակի խաղ է։ Մի կողմից ասում եք եկեք կարգավորեք 3+3 հարթակում բացեք սահմանը, մյուս կողմից այստեղ սնում եք եւ ձեր լրատվականներով տարածում եք հոդվածներ, որով դեմ եք արտահայտվում այդ հարաբերությունների կարգավորմանը։ Սա շատ պարզունակ մեթոդ է, ուղղակի Հայաստանի իշխանությունները, չգիտեմ, չեն տիրապետում այդ պայքարին հիբրիդ։ Համենայն դեպս պիտի իրենք էլ դրա մեջ մտնեն, որովհետեւ հակառակ պարագայում ժողովրդի մոտ դա ինչ որ ասոցիացիաներ առաջացնում եւ իրոք կարող է խժդժությունների պատճառ դառնալ։ Ընդդիմությունը մասնավորապես իշխանությանը նվազում է այն համատեքստում, որ Արարատ Միրզոյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունը չէ հայոց ցեղասպանության ճանաչումը, այսօր էլ Շարմազանովը ենթադրում եմ հողում անելով նույն հայտարարությանը հայտարարեց, որ 2008-ից 18 թվականներին Սերժ Սարգսյանի կառավարության օրոք իշխանության համար մեկ առաջնահերթություններից է եղել հասնել հայոց ցեղասպանության ճանաչման, ընդ որում նաև Թուրքիայի կողմից։ Ես նոր նշեցի, պարոն Շարմազան, որ տեղյակ չի, որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր սկսել։ Հիշում եք, Սփյուռքի գաղթօջախներ էր այցելում, ասում էին նախագահ մի ժխտիր, թե մի մոռացիր, այդպես լոզունգ կար, չէ՞։ Վահան Հովհաննիսյանն էլ էր այստեղ խոսում դրա մասին, որ Սերժ Սարգսյանը դրանով ուրանում է ցեղասպանություն։ Դե հիմա թող իրանք իրար մեջ թող պարզեն ով է ուրանում, ով ոչ։ Համենայնպես Սերժ Սարգսյանը երբեք դա խոչընդոտ չի համարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայիս իշխանություններին, որքանով ես լսել եմ, Փաշինյանը ասաց, ես չեմ հերքում, ես չեմ կարող դա հերքել, դա քրեականացված է նույնիսկ, եւ ասաց, որ ես որ ասում եմ ցեղասպանություն, ուրեմն ցեղասպանություն բառն եմ օգտագործում այդ եզրույթը։ Այլ հարց է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար կրկնում ենք, դա խոչընդոտ չի, որը ասել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը։ Հիմա շատ պրիմիտիվ է, նորից եմ ուզում կրկնել, իրենց քարոզչությունը պրիմիտիվ է, բայց հակաքարոզչությունը պիտի լինի օբյեկտիվ եւ թիրախավորված, ոչ թե մենք իրենց պես գորանք, չէ, կապիտուլյանտը դուք եք, դավաճանը դուք եք, այսպես կետերով Ռուսաստանի դերը ցեղասպանության մեջ, Դաշնակցության դերը ցեղասպանության մեջ, նախկին ղեկավարների դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Եթե այս 3 կետը բացվեն, իրենց քարոզչությունը եւ գոռում գոչունները իրենց հակառակ էֆեկտ են ունենալու։ Ինչու է փորձ արվում այդքան քաղաքականացնել ջահերով երթը կամ ցեղասպանության այդ փաստը։ Որովհետեւ ինչպես նշել է Հովհաննես Քաջազնովին, Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Դա իր բառերն են։ Երևի Դաշնակցություն չի կարդացել իրենց ղեկավարի պատգամը։ Առաջին հանրապետության կործանումից հետո, որտեղ ռուսները եւ ուրեմն քեմալականները մեծ ներդրում ունեին բոլշևիկները, Քաջազնովին ասաց, որ Դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Իրենք երևի չգիտեն, սա մեկ Դաշնակցության անելիքը կապվում է ցեղասպանության հետ, չէ՞։ Մենք ասում ենք ցեղասպանություն, Սփյուռք եւ Դաշնակցությունը այդ հարցը այսպես իր սեփականաշնորհել է եւ դա դարձրել է իր գոյության միակ մեթոդը։ Քանի որ, բայց երբ որ ԱՄՆ-ն ճանաչում է, չեն ողջունում, ասում են, վայ հիմա ժամանակը չի։ Այսինքն սա ցույց է տալիս, որ դա միջոց է գումար հավաքել Սփյուռքում, դա միջոց է երևալ ավանդական կուսակցություն, բայց նորից եմ կրկնում, եթե դուք չեք նշում, որ երկրներն են դրանից օգտվել, որ երկիրը Արցախը հանձնեց Ադրբեջանին, դուք արդեն չեք համարում ավանդական, դուք համարում եք գործակալ կուսակցություն, որը ըստ Ստանիսլավ Տարասովի ստեղծվել է Ախրանկայի կողմից եւ միշտ համագործակցել է ռուսական կայսրության հետ, հիմա շարունակում է համագործակցել։ Ինչ վերաբերում է ջահերով երթին, տեսեք, ես այդպես սիմվոլներ են դրանք, ինքս չեմ մասնակցում, բայց միանշանակ ասում եմ, որ հայոց ցեղասպանությունը երբեք չպիտի ժխտվի, դա պոպուլիստական գործելավոճ է։ Խնդիրը այն է, ցանկանում եմ նորից կրկնվել, որ Հայաստանի իշխանությունները եւ փորձագետները պետք է բացատրեն իրականությունը եւ ասեն, որ այսպիսի ուժերը, որոնք գոռում են հայրենասիրության մասին, առաջինը իրենք են փախչում, առաջինը իրենք են իրենց զավակներին հանում երկրից, երբ որ պատերազմ է, բայց գոռում են պատերազմ, եւ իրենք գնում են երկրից եւ իրենց զավակներին էլ հանում են։ Եվ այս մարդիկ ղեկավարվում են Ռուսաստանի կողմից, այն ժամանակ Ախրանկայի, հիմա էլ KGB-ի, կապ չունի անունը որն է։ Տելեգրամյան որոշ ալիքները ասում են, որ ընդդիմությունը նոր թափով վերադառնալու է փողոցային պայքարին, նաև ասում են, որ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում պատրաստվում են ամենատարբեր սադրանքներ, այդ թվում նաև լրատվական դաշտն է դրանում ներառված լինելու, ընդդիմադիր լրատվական դաշտը նկատի ունեմ։ Մենք կարող ենք ենթադրել, որ իրենք դրսից
Ռուսաստանից ինչպես նշում եք ազդակներ են ստացել եւ ինչու հենց հիմա, այսինքն Ռուսաստանը հիմա հնարավորություն է տեսնում նոր որպես դրա համար են դիմությանը նորից մղում փողոց։ Տեսեք, ես մշտապես մենք խոսում ենք, որ Բագրատ Գալստանյանն է դուրս գալիս, ասում ենք Ռուսաստանը հնարավոր։ Ռուսաստանը միշտ էլ այստեղ սնելու է այնպիսի ուժերի, որոնք երկիրը ապակայունացնելու են, դա կլինի մի տարի անց, թե 100 տարի անց, Ռուսաստանը գործում է կոնֆլիկտների միջոցով, բոլոր տարածաշրջաններում, Ղազախստանից մինչև Մոլդովա եւ Հարավային Կովկաս։ Հայաստանի իշխանությունները ելի եկանք այդ հարցին, խնդիրն է լուծել մեր երկրի անվտանգությունը, որի մեջ մտնում է նաեւ հիբրիդ պատերազմների դեմ անվտանգությունը, դրա մասին խոսում են, բայց պայքար չկա, որովհետև ըստ ինձ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ունենալ այսպիսի վարկաբեկված ընդդիմություն իրեն ձեռնտու է եւ դա իրենք ասել են, բայց դա իրեն ձեռնտու չի նախ մեկ, երկրորդում մենք խոսում ենք մեր երկրի տեսանկյունից։ Իմ վստահությամբ սա երկրի անվտանգությանն է սպառնում եւ մեր պետականության եւ ինքնիշխանությանը, այնպես որ թողնելու փոխարեն, որպեսզի այդ մարդիկ մի հատ էլ հայտարարեն, որ նոր թիմով են գալու, այդ մարդկանց հարցերը օրենքի շրջանակներում ամեն ձեր հաղորդմանը մենք խոսում ենք դրա մասին, պետք է լուծել, չասել չենք խառնում արդարադատությանը, չասենք դժգոհ ենք արդարադատությունից, մենք դիտորդ չեք դուք իշխանություն եք, մենք կարող ենք դժգոհ լինել, բայց դուք մի մեծ ռումբ եք դրել հայոց պետականության, ինչպես նաև ձեր անվտանգության տակ։ Տիկին Դալաքյան, ինչ քայլեր պիտի անի իշխանությունը օրվա, որ այսօր չի անում, այդ ձեր նշած քայլերը, որ այդ հացերը ինչպես պիտի լուծի։ Գիտեք, ցանկացած նույնիսկ ամենաթույլ սովորած իրավաբան կարող է 1 րոպեում քանդել այն գործերը, որոնք կարված են եւ որոնք բերվել են դատարաններ։ Եվ տիկին նախարարի խոսքերը, որ ինքը դժգոհ է դատավորներից, կա ԲԴԽ, կան մարմիններ, որոնք կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել դատավորներին եւ 1 դատավորի պատասխանատվության ենթարկելուց հետո իրական պատասխանատվության մյուսները կմտածեն արդեն, եթե իհարկե իրենք ինքնուրույն չեն կատարում իրենց գործունեությունը, ոչ թե վերևից են այդպես ասել։ Համենայն դեպս չի կարելի ասել մենք չենք խառնում արդարադատությանը, օրենք պիտի լինի երկրում։ Եթե օրենքը չի գործում, իշխանության գործառույթը ո՞րն է այդտեղ։ Պատասխանատվություն չկա։ Կամ գործերը նորից հետ են ուղարկում հիմա իբրև թե Սերժ Սարգսյանի գործը, այդպես 70 տարի մենք չենք կարող ԿՊ-ի օգտին քվեարկել, սпасել տեսնել երբ են աշխատանք կատարելու։ Այդ ընթացքում, այո, Հայաստանի պետականությունը կախված է մազից, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում եւ ունենք այնպիսի դաշնակից, որ մեզ համար ավելի լուրջ վտանգ է, քան մեր հարևանները, որոնք թշնամի են, որովհետև թշնամուն դու գոնե գիտես, որ քո թշնամին է, դաշնակցից չգիտես ինչ սпасես, որը տիրում է քո տնտեսությանը, պաշտպանության ոլորտին, նույն անվտանգության համակարգում է եւ ունի այստեղ գործակալների մի մեծ ցանց։ Այնպես որ այս աշխատանքը պիտի լուրջ կատարվի, իրական Հայաստանից խոսալու փոխարեն, այդպես դասախոսությունների փոխարեն իրական գործ պիտի անել։ Տիկին Դալաքյան, Հայաստանի Հանրապետության պատգամավոր նույն Քրիստինե Վաքյանյան այսօր նաև հայտարարեց, որ պատրաստվում են պատիվունյան դաշինքի հետ քննարկել իմպիչմենտի process-ը, գործընթացը, այսինքն այն օրակարգը, որ կարծես թե 7 տարի է ունեն, շարունակում են իրենք հետ չեն կանգնել այդ օրակարգից եւ հասնելու են իշխանապետության։ Նախ դուք ընդհանուր առմամբ որքանով եք հավանական համարում այդ օրակարգի կյանքի կոչվելը եւ ինչ սցենարներ եք նաեւ պատկերացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, որ Նախ այդ ուժերը միասնական չեն, մենք դրա մասին շատ ենք խոսել, Գյումրին էլ մեզ օրինակ կապ չունի, որ վերջում քվեարկեցին, նախ սցենարները ես նշել էի տարբեր են, Վարդան Ղուկասյանը դեռ իրեն շատ լոյալ է դրսևորում, դրա համար սցենարները դեռ չեն իրագործվել, բայց այն որ Մարտուկ Գրիգորյանին ըստ էության ֆիզիկապես ճնշումների ենթարկելով ստիպեցին, որ միանա եւ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը նախկին գործընկերների մասին, եթե մենք սպասում ենք, որտի Սերժ Սարգսյանը վիրավորի Քոչարյանին ու ասի ինքը դավաճանա ու մարդասպան, դա չի լինի, բայց նրա խոսքերից ակնհայտ դարձավ, որ արդեն ջրբաժանը եղել է եւ իր թիմի անդամներն էլ առավել շատ, օրինակ Շարմազանովը կարդաց Ռոբերտ Քոչարյանի նամակը, չէ, հեղափոխության օրերին, որտեղ ըստ էության ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանի շատ էլ դուր է եկել Հայաստանում հեղափոխությունը, ինչի է նա Նիկոլ Փաշինյանի դեմ խոսում, այսինքն սրանք լուրջ մեղադրանքներ են, ել չասած, որ Սերժ Սարգսյանին մարդասպան են անվանում Քոչարյանի թիմակիցները Գյումրիում, այսինքն նախ իրենք ընդհանուր օրակարգ չունեն, ընդհանուր մի կետ կա, եթե Ռուսաստանն է ասում, այո, օրակարգը նույնն է, չնայած Սերժ Սարգսյանը էլի փորձում է այդտեղ խաղեր տալ, բայց ինչ վերաբերում է իրենց կողմից իշխանության գարուն, Սերժ Սարգսյանն էլ է ուզում, չնայած ասում է չեմ ուզում, եթե Քոչարյանն ուզում է, ինքն էլ է ուզում, եթե Քոչարյանը չուզի, չի ուզի, այսինքն այստեղ Նիկոլ Փաշինյանը չի իրենց ամենամեծ հակառակորդը, Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ամենալուրջ ընդդիմությունը, Սերժ Սարգսյանին էլ չի բանտարկում
տեղում, բայց եթե իրենք արդեն զգում են, որ Նիկոլ Փաշինյանը չկա, իրար մեջ է գնում պայքար, ամեն մեկը իր որդուն է պատկերացնում, մեկը գուցե փեսային է պատկերացնում, այստեղ արդեն իրանց մեջ կա տարաձայնություն, այնպես որ այդ օրակարգը նախագիծ կա ձայնել չունեն իմպիչմենտի ենթարկելու համար, սա ընդհանրապես փուչիկ է, տեղեկատվական փուչիկ, անընդհատ հայ հասարակությանը պահել կեղծ սև սպիտակ օրակարգի մեջ։ Քանի որ խոսեցիք Գյումրիից, Տիկին Դավթյան չեմ կարող չանդրադառնալ նաև Գյումրիի դեպքերին։ Շատ տարօրինակ հայտարարություններ հնչեցին, նախ Վարդան Ղուկասյանը մեկ օր առաջ էլ ասել էր, որ պատկերացնում է Հայաստանը միութենական կազմում։ Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ թեև Ղուկասյանի հետ մի շարք հակասություններ ունի, բայց դրանք մի կողմ է դնում եւ հանուն Գյումրիի հանդեպ սիրո, ունեցած սիրո պատրաստ է աջակցել նրան։ Նաև Ստալինյան ժամանակներին կարոտարեց կոմունիստական կուսակցությունը, ասում են, որ սա էլ առաջվա կոմունիստական կուսակցություն։ Այս ամբողջի համատեքստում Գյումրիում տեղի ունեցողը նախ ինչպես կբնութագրեք եւ նաև ընդդիմությունն էլ հաղթանակ է տոնում, ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում չունեցավ այնտեղ քաղաքապետ։ Մենք միասնական ուժերով հաղթեցինք։ Հիմա դուք ասում եք ընդդիմությունը պարակտված է, բայց իրենք հաղթանակ են նշում։ Նախ Նիկոլ Փաշինյանն էլ է հաղթանակ տոնում, որովհետև իր համար հաղթանակ ունենալ այսպիսի ընդդիմություն Գյումրիում հանձինս Վարդան Ղուկասյանի, որ ամեն օր կարող է մի հատ ցնցող բառ ասել եւ բոլորս դրա մասին խոսենք, շեղվելով իրական օրակարգից, այնպես չի Նիկոլ Փաշինյանը պարտվել է այդ առումով։ Հաջորդ ինչ որ իրենք հաղթել են, իրենք չեն հաղթել ձայներով, տարբեր ուժեր են ստեղծել, դա բաժանիր, որ իրեր սկզբունքն է, ժողովուրդը տարբեր մարդկանց օգտին է քվեակել, եթե մենք Վարդան Ղուկասյանը լիներ եւ ԿՊ-ն, այլ հարաբերակցություն կլիներ, բայց իրենք 6-7 այսպեսի տեխնացու են, դա Սերժ Սարգսյանի տակտիկան է իդեպ, ելք դաշինքներ եւ այլն ստեղծել, հետո միավորում են կոալիցիաներով, դարձնում են քաղաքապետ, բայց էլի եմ ասում, ես Նիկոլ Փաշինյանի համար այդտեղ վտանգ չեմ տեսնում, որովհետեւ շատ խոցելի է Վարդան Ղուկասյանը, ինչպես ասում են արդեն իր թիմակից Մարտուկ Գրիգորյանի կողմնակիցները, ինչ վերաբերում է Երթմնակացությունը իհարկե չեմ հետևել, ես ճիշտ ասած թատերական ներկայացումների սիրահար չեմ, Աջապայանի հետ կապված չեմ ուզում անդրադառնալ, բայց ասում են նոր են, կոմունիստները փոխվել են, այո, համաձայն եմ, այն ժամանակ կոմունիստները գոնե ուղակի գնդակահարում էին, բայց չէին գողանում, հիմա համ գող են դարձել, միլիոնատեր, համ կոմունիզմ, հետն էլ հավատացյալ, սա նոր լիբերալ ճյուղ է կոմունիզմի մեջ, Հայաստանում կոմունիզմը նոր վերելք է ապրում, այո, իրենք ոչ կոմունիստ են, ոչ հավատացյալ, ոչ աթեիստ, իրենք չունեն գաղափարախոսություն, չնայած Փաշինյանն են մեղադրում։ Գաղափարախոսությունը մեկն է փող, իշխանություն, մեկ էլ դրսի ֆինանսավորողները ոնց կասեն, դա է գաղափարախոսությունը։ Եվ Տիկին Դավթյան, քանի որ պարբերաբար ընդդիմադիր ուժերը նաև Գյումրիում տեղի ունեցող պրոյեկտում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ ասում են, որ այդ պատկերը, որ ունեցան Գյումրիում, ունենալու են նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դուք այդ սցենարը առհասարակ հավանական համարում եք։ Ոչ, Սերժ Սարգսյանը ինչքան է ժողովուրդը հակառակ տեսակետը գուցե ունի եւ Քոչյանը միասնական թևով չեն գնա, դա միանշանակ է։ Կմեղադրեն իրար, բայց չեն գնա, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար կարմիր գիծ է Քոչյանի վերադարձը, իրենք իրար չեն վստահում եւ այս փոխհրաձգությունները դա են վկայում։ Եթե Ռոբերտ Քոչյանի թիմակիցները անուղղակիորեն մեղադրում են, որ Սերժ Սարգսյանի բերած իբրև թե անձնավորությունը բանտարկում է Քոչարյանին, վստահելու են Սերժ Սարգսյանին, կասկածում եմ Քոչարյանի կյանքի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է 26-ի սցենարներին, ցավալիորեն ես նշել եմ, որ խայտառակ ընտրություններ են դրանք լինելու, ինչ առումով բոլորը բոլորի դեմ, ով ինչքան կամպրոմատ ունի մեկը մեկի վրա, արդեն սերժականները շատ ներողություն Քոչարյանականներին Էլիսև սպիտակ, Արցախցի, Երևանցի, Գյումրեցի, այսինքն փոքր ժողովրդին բաժանելու են մի քանի հատվածի, բաժանիր որ տիրը սկզբունքով գնան ընտրությունների, իմ կարծիքով խորհրդանը երկար կյանք չի ունենա, որովհետև ես տեսնում եմ Հայաստանի արժև այնպիսի լուրջ անվտանգային մարտահրավերներ, որ այդպիսի խորհրդարանով Հայաստանը երկար չի կարող առաջ շարժվել։ Իմ կարծիքով Վլադիմիր Պուտինը երբ ակտիվորեն այստեղ կխառնվի, երբ որ կարողանա ուկրաինական ճակատում հասնել իր ուզածին, նա այլևս Փաշինյանի հետ խաղերի մեջ չի մտնի, բայց եթե նա կարողանա շեղվել հարավային Կովկաս, միանշանակ կուզենա այստեղ ունենալ այնպիսի իշխանություն, ինչպեսի օրինակ Բելարուսում է ձեր նշած, բայց այդ սցենարն էլ այդքան հավանական չեմ համարում, որովհետև հայ ժողովուրդը այլևս բացասական է տրամադրված մեծամասամբ Ռուսաստանի հանդեպ եւ հակառակը, երբ որ Ռուսաստանը մի տեխնացուի պաշտպանում է, հակառակ էֆեկտն է ունենում, բայց այն որ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ Հայաստանը երբեք չկայանա եւ մշտապես լինի այս ուժերի պայքարի հորձանուտում, ես դրանով վստահ եմ։